Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է սրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ գործողությունների դիմել Իրանի դեմ եւ չի բացառել նույնիսկ Իրանի գործող իշխանության ներկայացուցիչների թիրախավորումը։ Նրա խոսքով Թեհրանին տրված բանակցային հնարավորությունը չի արդարացրել սպասումները։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի զրկել Իրանին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ոչնչացնել այդ ուղղությամբ Թեհրանի ռազմական ներուժը։ Միացյալ Նահանգների կոշտ հայտարարությունների եւ ռազմական գործողությունների ֆոնին Իրանը ըստ լրատվամիջոցների պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի շարք թիրախների։ ԶԼՄ-ների փոխանցմամբ թիրախում են եղել Քուվեյթում տեղակայված կապի համակարգերը, Պատրիոտ զենիթահրթիռային համալիրները եւ զինամթերքի պահեստները։ Բացի այդ, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումներին ի պատասխան հարվածել են ամերիկյան ռազմական նավի։ Մինչ Վաշինգտոնը խոսում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը սահմանափակելու մասին, նեղուցում իրավիճակն ավելի է սրվում։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել մի քանի նավ, թե ովքեր են իրականացրել այդ հարձակումները, դեռ պարզ չէ։ Թեհրանը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցի անվտանգության հիմնական պատասխանատուն հենց Իրանն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում Իրանի դերակատարությունը չի փոխվել եւ շարունակում է մնալ առանցքային։ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20%-ը։ Միացյալ Նահանգների նախագահը բացարձակապես ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այդ ծառայության դիմաց։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ կմնա ընդմիշտ։ Իսկ ռազմական եւ քաղաքական լարվածությանը զուգահեռ Իրանում եղանակային ծայրահեղ պայմաններ են։ Դելհորան քաղաքում գրանցվել է 51.5 աստիճան տաքություն։ Մասնագետների տվյալներով սա այս տարվա ընթացքում աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճաններից մեկն է։ Մինչ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, պատերազմական գործողությունները չեն դադարում նաև ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսական ուժերը գիշերը հերթական հրթիռային հարվածներն են հասցրել Կիևին։ Նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ռոսիայի Սիվոդնիա մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ 1 միլիոն ռուբլի կփոխանցի Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով զոհված 6-ամսական երեխայի ընտանիքին։ Հունիսի 30-ին Եգորևսկի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով երեխան մահացել էր, իսկ նրա ծնողները հոսպիտալացվել։ Ընտանիքի ծանոթներն օգնության խնդրանքով դիմել էին Սիմոնյանին։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։